Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնենք օրեր առաջ Facebook-յան բաց հարթակում տեղադրված բաց նամակը ուղղված ՀՀ կառավարությանը, որտեղ ներկայացված են փախստականներին հուզող հիմնարար առաջնային խնդիրները։ Հարգելի կառավարություն, ապրիլի վերջին հնչել են հայտարարություններ եւ հրապարակային հավաստիացումներ, թե առաջիկայում տեղի կունենան դրական տեղաշարժեր տեղահանվածների կյանքում։ Սակայն մինչ օրս արդեն հունիս ամիսը վերջանում է, տեղահանվածների կյանքում որևէ շոշափելի փոփոխություն չի գրանցվել։ Արցախցիների կյանքը իհարկե բարդանում է, քանի գնում է, որտեղ դժվար է այս թանկ պայմաններում, դժվար վիճակում ապրել, գոյատևել, տան վարձ տալ, տուն պահել, երեխա պահել, դրա համար հնարավոր չէ դա առանց այդ աջակցության։ Չգիտեմ ինչ կլինի, եթե չլինի այդ աջակցությունը։ Աջակցությունը չեն տալիս, գոնե բնակարաններով ապահովել, մարդկանց նոր ասեն, չէ, չենք տալիս։ Ես չեմ հավատում, որ կառավարության որևէ մարդ օգնություն կարող է տրամադրել Ղարաբաղ։ Օրինակ ո՞ր ինձ, ես 85 տարեկան մարդ եմ, մենակ։ Ես ապրում եմ Վարձով, հյուրանոցում, 150,000 փող եմ տալիս։ Հիմա այդ օգնությունը կառավարության չկա։ Իմ թոշակս է 70,000, որտեղից եմ տալ։ Հարցածակ, ուտել ջահանամ, աշխարհը ուտել չկա։ Փողը որտեղից եմ տանում։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօրը պատահական չի ընտրվել, այսօր փախստականների միջազգային օրն է եւ մենք նպատակ ունենք, որպեսզի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում փախստականները գտնվեն մշտական ուշադրության, հոգացության եւ իհարկե աջակցման, ամոփման, աջակցման ներքո։